ձեր վարույթը իրականացում է քննիչ Էմմա Գալստյանի կողմից եւ եթե չեմ սխալվում ձեր դիմումի կապակցությամբ քննիչ Էմմա Գալստյանը հրավիրել է աշխատասենյակ դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննել է ձեզ։ Ոչ մի բան չի արել։ Ես ուղղակի եկել եմ ավելորդ լրացուցիչ տվյալներ եմ տվել։ Դուք տեսեք, ես զանգ խնդրում եմ նայեք, էլի դուք հարցաքննության ծանոթագիրն է, հարցաքննության ծանոթագիրն է։ Չէ, կարդացեք, տեսեք ինչ է գրված։ Ես տեղյակ եմ ինչ է գրված։ Ձեզ քննիչը դիմում եք հասցեագրի քննչական կոմիտեի նախագահին, որ բայց ինչ է գրված այդտեղ։ Ես ստուգարք եմ վերցնում այդ քննիչը, որ ինձ քննիչի ստուգարքի հարցեր է տալիս։ Կթողեք խոսքս ավարտեմ, Ավարտեք։ Դուք քննչական կոմիտեի նախագահին հասցեագրել եք դիմում հետևյալ բովանդակությամբ, որ վարույթ իրականացնող մարմին ունեք հայտնելու լրացուցիչ տեղեկություններ։ Խոսքս թողեք ավարտեմ։ Նման պայմաններում վարույթ իրականացնող քննիչը այլ բան, քան ձեզ հարցաքննության հրավիրելու չուներ անել։ Որպեսզի պայմաններում ձեզ վարույթ իրականացնող քննիչը հրավիրել է հարցաքննության դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ, որ դուք էլ ներկայացել եք եւ լրացուցիչ հարցաքննվել եք։ Մի ամիս հետո Չեմ քաղաքացին այս այա պատասխանը։ Դուք մի հատ տեսեք ինչ ա գրել, ծիծաղելի է, դասական երեխա։ Վարույթ իրականացնող տեսեք ինչ ա գրել։ Վարույթ իրականացնող մարմինը անգործություն չի ցուցաբերում եւ ծիծաղացեք բոլոր քաղաքացիների բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները։ Ինչ ստուգարք ա հանցնում, որ հոդվածում ինչեր են անում, հետո ինչ են անում, հետո ոնց են բարևում Իսկորյան։ Թեգական գործերի մասին այսպես շատ բաց չի կարելի խոսել։ Մենակ միայն մի բան կարող եմ ավելացնել։ Ես չեմ կարողանում միացնել։ Տիկին Ռիտա Հովհաննիսյանը մատնանշում է, թե քննիչը պարզաբանել իր իրավունքները։ Այդ կապակցությամբ միայն կարող եմ ասել, որ դա նախատեսված է քրեական դատավարության օրենսգիրքով, քննիչը կատարել է իր պարտականությունը եւ ծանոթագրում մատնանշել է ՎԿ իրավունքները, դժողի իրավունքները եւ պարտականությունները, որը որ պարտավոր է իրականացնել քննիչը։ Ես ասում եմ հացագործը Երևանում է, ինձ շտաբ պետք է որ դուք այդ տվյալը ստուգեք ու բռնեք այդ հացագործին։ Դուք ասում եք մի ամիս հետ